Պարոն Մարկարյան, մի քանի ինչպես եք մեկնաբանի, որ ձեր նախկին թիմակից Սերատ Խաչատրյանը ցակով առաջադրվել է Չինաստանի ընտրություններին։ Շատ նորմալ եմ վերաբերում, իր ցանկությունն է եղել, ինքն էլ առաջադրվել է։ Դուք հիմա կապ ունեք իր հետ, ինքը այսպես ասած ձեր թիկունքին էլ կանգնել թույլ չէ տալիս, որ լուսաբանեին ձեր Ինձ թվում է, որ դուք մամուլը նայեք, կտեսնեք, որ հնչեց, որ ժամանակին, հա, ինչ-որ լրագրողներին խոչընդոտել է մուտքը, ինքը ներողություն է խնդրել և հայտարարությամբ հանդես է եկել։ Բայց ինչու՞ չէ ուզում, որ ձեր պաշտպանությունը լուսաբանվի, ձեր գիտական գործունեությունը փորձում եք Դրա համար իրենից հարցրեք, ինքը այն ժամանակ մեկնաբանել է։ Դուք չնեղվեցիք, որ ձեր գիտական գործունեության առաջընթացը փորձում են կոծկել և թույլ չտալ, որ լուսաբանել, պարոն Մարկարյան։ Գիտեք, ես էլ իմ կարծիքն եմ այն ժամանակ, չէ՞ որտեվ ես շտապում եմ։ Ոնց ստացվեց, որ ձեզ հավատավոր մարդը տեղափոխվեց այլ թիմ, այսպես ասած ճամբարափոխ եղավ։ Ինքը ժամանակին հանրապետական կուսակցությունից էր և հիմա իր կուսակցական լինելը կասեցվել է։ Սեփական դիմումի հիման վրա է, եկել թե հեռացվել է պարոն։ Կոնկրետ դետալներին չեմ տիրապետում, բայց չի հեռացվել, կասեցված է։ կասեցվել է անդամությունը ՀՀԿ-ին, ինչպես է մեկ այլ կուսակցության հիմնադիր անդամ դարձել, եթե կասեցվել է իրականացվի։ Այլ հիմնադիր անդամ է, թե ոչ։ Այո, առաջ Աչակենտրոն կուսակցության հիմնադիր անդամներից է։ Եթե տեղյակ եք, պարոն Մարկարյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից ձևավորված քաղաքական ուժը առաջը։ Եվ փաստորեն դաշնակցությունը դաշնակցում է։ Պարոն Մարկարյան, ներողություն։ Առաջի հետ եւ ի վերջո ինչպես էր ստացվել, որ ձեր առանձնատան հասցեն գոլդեր, հա, բոլորը նայում են կողքը խառը թվերը եւ մեջտեղը ձեր 77.7։ Շատ շնորհակալություն այդ հարցի համար, անընդհատ մամուլում խոսում են եւ շարքում են, նայեք տեսեք որ թվականին այդ հասցեն եղել եւ ընդհանրապես ով է որոշումը ստորագրել։ Հաստատ իմ ժամանակ չի եղել, չէ՞ ի վերջո ցանկացել այդպիսի թիվ ունենալ տան վրա, ինչու եք այդպիսի։ Գիտեք, սեփականատերը շատ ցանկություններ կարող են ունենալ, բայց տրամադրողը չէ նաեւ պետք է։ Բայց դուք ինչ եք այդպես գոլդ թվերի սիրահար, ինչ տարբերություն, եթե օրինակ Բաբաջանյան փողոցն է, չէ՞։ Իմ բախտն է բերում է ինձ գոլդ թվեր են հասնում։